գորգեր, կարպետներ, գոբելեն, ասեղնագործություն, հայկական նախշեր ու գույներ, ժպտացող աչքեր, որոնք ոգեշնչվել են հայկական տարբեր արհեստներից։ Ժողովրդական արվեստի հանգույց հիմնադրամն արդեն 11 տարի է անցկացնում է Տորքի որդեգրում ծրագիրը, որին մասնակցում են Հայաստանի տարբեր մարզերում բնակվող հարյուրավոր աղջիկներ ու կանայք։ Մենք եկել ենք Ապարան համայնքի Արագած գյուղից, ներկայացնում ենք գորգեր, գոբելեններ, կարպետներ։ Ես շատ եմ սիրել, շատ ոգևորությամբ եմ մասնակցում։ Ես այս տարի ավարտելու եմ, բայց շարունակելու եմ, քանի որ շատ եմ սիրել։ Ես շատ եմ սիրում գորգագործությունը եւ ուզում եմ դառնալ գորգագործության մասնագետ։ Այսօր ներկա են 14 համայնքից, բայց այս ծրագրի շրջանակում ներգրաված է մոտ 30 համայնք։ Այստեղ են հավաքվել ամենաակտիվ ու ստեղծագործ մարդիկ, որոնց աշխատանքները ցուցադրվում են եւ վաճառվում։ Գկաչալերենք երեխաներուն, որ սովորեն մեր, ասենք, ավանդական խորհրդանիշները, բայց նաեւ առնեն անոնց իմաստը, ոչ թե միան ընդօրինակել։ Սա շատ կարևոր է ինձ համար, որովհետեւ ես գավադամ, որ ինչ որ գնեմ, որ երեխաներուն համար է ավելի, որովհետեւ իրենք երևակայություն ունին, ավելի հեշտ կստեղծագործեն եւ ուզենք, որ այփուպենը սորվին եւ հետո իրենց պատմությունը գրեն իրենք։ Ամեն ինչ սկսվեց 11 տարի առաջ Արագած գյուղից։ Պարոն Տեր-Պետրոսյանը տեսավ, թե գյուղի արվեստի դպրոցը որքան անմխիթար վիճակում է, իսկ երեխաները մեծ ցանկություն ունեին սովորելու գորգագործություն եւ կարպետագործություն։ Ամերիկահայ ընկերներին հորդորեց թելեր ու մնացած անհրաժեշտ իրերը գնել եւ ուղարկել գյուղ։ Ծրագրի համբավը հասավ գյուղեգյուղ։ Այն ստեղծագործական ձիրքը, որ ամեն մեկը որպես լուծում տեղադրում է այդ ամենի մեջ, առանձնանում է իր նրբերանգներով, չէ՞ որ մենք ամեն մեկս անհատներ ենք եւ այդ անհատականությունն ու ձեռագիրը ավանդականի հետ կոնցեպտ ստեղծելով մենք կարողանում ենք ստանալ անհատական եւ յուրատիվ արվեստ։ Ես Գյումրիից եմ, այստեղ ներկայացնում եմ իմ գործած գորգը եւ իմ գորգում կան հետաքրքիր նախշեր, հետաքրքիր լուծումներ գորգագործության։ Ինքս մեր երևակայության եւ ստեղծագործական մտքի շնորհիվ հորինել ենք նախշեր եւ ստացել ենք նմանատիպ գեղեցիկ գորգեր։ Մենք Գավառի գեղարվեստի դպրոցում հրավիրել եւ անցկացրել ենք Գավառի տարածաշրջանի վարչական շրջանի գյուղերի դպրոցների, արվեստի դպրոցների, կրթօջախների ուսուցիչների հետ վերապատրաստման դաս։ Մեր դպրոցում սովորելով ուսուցիչները գնացել եւ արդեն գորգագործության դասընթացներն իրականացնում են իրենց աշխատած դպրոցներում։ Առաջին անգամ նաեւ երեխաներն են մեր մոտ ուսուցանում գորգագործություն։ Այսօրին աշխատանք ենք բերել, մեր առաջի գործերն են։ Երեխաները հավատում են, որ գորգ գործելն ուղղակի արհեստ սովորել չէ։ Այն նաեւ Գորգ գործելուց հետո երազանքները կատարվում են եւ այդ իսկ պատճառով էլ որոշեցի, որ պետք է գորգ գործել։ Մեր երեխաները մենք ընդհանրապես շատ ստեղծագործ ժողովուրդ ենք, ասենք, բայց երեխաները ալավելի, որտեվ իրենք բնական ծևով գսկան եւ մի բանաստերեն, որ վերցուցին դարին, անիկա բիդի մնա եւ անոր վրա հիմնվելով իրենց բաները ստեղծեն։ Այսինքն սա ինձ ամենաալտիմետ բանն է։ Ապագայում իհարկե ուզում եմ շարունակեմ այդ ամեն ինչը ու ուսուցանել ինձնից փոքրերին, որպեսզի մեր ավանդույթները, հայկական կարպետագործությունը շարունակվի եւ մեր սերունդները շարունակեն զբաղվել կարպետագործությամբ։ Այստեղ պատահական մարդ չկա, բոլորը մշակույթին նվիրված մարդիկ են, ինչպես եւ այսօրվա ժյուրիի անդամները։ Շատերը իրենք են հենց հորինում այն որ մենք չենք իմանում հիմա ինչ անենք դրանց հետ ենքան լավ ոչ միայն նա է ինչ սովորացնում են, բայց այն որ սովորացնում են էլ է շատ կարևոր, որովհետև մենք տեսնում ենք ավանդական գորգագործության զարդերը, նախշերը, այսինքն երկու բանն էլ երեխաները փոքրուց արդեն տիրապետում են։ Ես օրինակ շատ հավանում եմ վես գործը, համավատական է, համավանդական չէ, դերը։ Մինչև ժյուրին կորոշեր, թե ովքեր կարժանանան մրցանակների, Մեղրաձոր գյուղից Ազնիվը իր փոքրիկ կարպետը կտրեց հենց այստեղ։ Սա էլ իր կարգ ու կանոնն ունի։ Կարպետը կտրելու արարողակարգը դա շատ հետաքրքիր մի ծիսակարգ է, երբ որ քաղցրավենիք են լցնում անպայման եւ բարեմաղթանքներ են ասում, բարի խոսքեր են ասում, որովհետեւ խոսքը մեծ ուժ ունի, էներգետիկա ունի։ Բազմաթիվ գորգեր գործենք։ Գորգագործ աղջիկները ամուսնանան, իրենց օժիտի մեջ գորգեր ունենան եւ կարպետներ։
Եվ ահա 5 անվանակարգերում հաղթող ճանաչվեցին Սարուխան համայնքի մասնագետ Նազիկ Կարապետյան։ Շատ ուրախ եմ, տպավորված եմ, առաջին անգամ եմ մասնակցում։ Երեխաները շատ մեծ ոգևորվածությամբ են աշխատում գորգերի հետ, հատկապես ունեմ 30 աշակերտներ, որոնք շատ մեծ սիրով հաճախում են Սարուխանի արվեստի դպրոց եւ մասնակիցներ լինում այս մեծ հրաշքին։ Իրենք իրենց փոքրիկ մատիկներով ստեղծում են արվեստի նմուշներ։ Իսկ Գյումրին հաղթեց յուրահատուկ ստեղծագործություն անվանակարգում։ Շատ հետաքրքիր էր կազմակերպել գորգագործության դասընթացները, քանի որ մասնակիցները նաև շրջապատում տեսնում էին այդ գորգերը, կարպետները, կարողանում էին տեղում ծանոթանալ մեր գորգագործական գեղեցիկ ավանդույթներին, նախշերին, ոգեշնչվել, ինչու՞ չէ, նաև գույներից, նախշերից։ Լավագույն դիզայն անվանակարգում հաղթեց Նոյեմբերյանի մշակույթի տունը։ Լավագույն աշխատանքի մրցանակը Գերտա Մարդունի արվեստի դպրոց Քնարիկ Մգրտչյանին։ Լավագույն համայնք անվանակարգում Ոսկեվազի արվեստի դպրոցը։ Դրամական փոքրիկ պարգևը շատ ոգևորիչ էր բոլորի համար։ Օրն ավելի հետաքրքիր դարձրեց Բյուրեղավանի արվեստի դպրոցի ժամանած տիկնիկային թատրոնը։ Իդեպ, տիկնիկները հենց մասնակիցներն են արել։ Տիկին Ժենյան նույնպես կարպետագործություն է դասավանդում իր աշակերտներին։ Բոլորը հեռացան գոհ ու երջանիկ նոր հանդիպման ակնկալիքով։